Եվ ևս մեկ հարց հանքարդյունաբերական ոլորտի վերաբերող կխնդրեմ ներկայացնել այս փուլում այսօր ինչ փուլում է գտնվում ամուսարի հանքավայրի շահագործման Այնտեղ աշխատանքներ են իրականացվում շահագործմանը նախապատրաստական մասով, ընդհանուր ոլորտում մի քանի փոփոխություններ են իրականացրել, այդ թվում նաև օրենսդրական մասով, ինչը մեզ հնարավորություն կտա նախապաշտպան միջոցառումները պատշաճ եւ ժամանակին իրականացնել, Արաքսից ավազի կորզման, ավազանի կառուցման նախագծի աշխատանքներն են արդեն ավարտվել, 1.5 միլիոն խորանարդ մետր այնտեղից ավազ վերցնելու հնարավորություն կունենանք, որը ոչ մի կերպ գետի հունին չի վնասի, առաջիկայում դրա արդեն շին աշխատանքների մասով մրցույթ կհայտարարենք, ընթացքում տրվել է շուրջ 55 ուրեմն թույլտվություն ընդերք օգտագործման, ոլորտում էլի բազմաթիվ փոփոխություններ են իրականացնել, մասնավորապես ափամերձ հատվածներից արդյունահանումը իրականացվի միայն GPS-ով կահավորված տեխնիկայի միջոցով, այս կարգավորումն էլ ուժի մեջ կմտնի 2026 թվականի ուրեմն ամռանը, այդ թվում նաև վարչական պատասխանատվության չափերն ենք վերանայել, որը կրկին 2026-ի ամռան ուժի մեջ կմտնի։ թվականին, որ համայնքներն են ունեցել բյուջետային դեֆիցիտ եւ նախարարությունը ինչ կերպ են միջամտել եւ նաեւ խնդրեմ անդրադառնալ ի վերջո Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հերացումը կամ փոփոխությունը ում գաղափարների հետ այդ հարցը ինչ փուլում է ի վերջո պարոն Արուշանյանը պաշտոնան կարվելու է թե ոչ եւ արդյոք հավանական տեխնացուն ով կփոխարինի Դավիթ Արուշանյանին ապտի քաղաքապետ Անալի Ոսկանյանն է Ես կանդրադառնամ Շիրակի մարզի եւ մարզպետի հետ կապված հարցից, մենք մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք պարոն Արուշանյանի աշխատանքից եւ պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարումը այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել եւ եթե մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, հետեւաբար նաեւ մարզպետի տեխնացուի քննարկում չենք իրականացնել։ Հարգելի գործընկերներ Հարգելի գործընկերներ, տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են տարբեր լրատվականներ շրջանառվում, որոնց մի մասը իրական են, որոնց մի մասը իրական չեն, պարոն Արուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում եւ այդ է պատճառը, որ պարոն Արուշանյանը այդ լուրի հրապարակումից արդեն կարծում եմ 2 ամիս ժամանակ է անցել եւ ինքն է մարզպետը եւ մեր պլանները այնպեսին են, որ պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք իր աշխատանքից գոհ ենք, բնականաբար աշխատանքի եւ աշխատանքային process-ը թերություններ էլ կլինեն եւ շտկման անհրաժեշտություն էլ կլինի, բայց այդ աշխատանքը գնահատում ենք բավարար եւ գնահատում ենք այնպես, որ ինքը շարունակելու է պաշտոնավարումը Շիրակի մարզում։ Եվ բյուջեի հետ կապված հարցը, մենք համայնքներում բյուջեի դեֆիցիտ որպես այդպեսին արձանագրված չունենք, կան որոշակի համայնքներ, որտեղ 100%-ից ցածր է եղել կատարողականը, բայց դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, մեր մարզպետների հետ քննարկում ենք իրականացնել եւ իրենք էլ աշխատում են համայնքների հետ, ընդհանուր կատարողականը բարձր է գտնվում, մենք մարզեր ունենք, որտեղ 120% կատարողական կա համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, այդ բյուջեից անկախ ամեն ինչից շարունակելու ենք դոտացիաներ տրամադրել եւ բանաձևերի փոփոխության արդյունքում յուրաքանչյուր տարի ավելի մեծ ծավալով ֆինանսավորում ենք իրականացնում հանրապետության համայնքներին, քան նախորդ տարի, այդպես է եղել եւ 2024-2025 թվականներին, այդպես է լինելու նաեւ 2026 թվականին, ինչ հնարավորություն կտա համայնքներին ավելի մեծ աշխատանքներ իրականացնել։ Ինչու անհարկի պարոն Արուշանյանի 1 տարի նախորդ ասուլիսը հետաձգվեց եւ ըստ տեղեկության պարոն Արուշանյանը եկել է Երևան նախարարություն հանդիպելու ձեզ հետ։ Պարոն Արուշանյանի ասուլիսի օրը ես նույնիսկ չեմ էլ ֆիքսել երբեք, որ դե չեմ հիշի ես պարոն Արուշանյանի հետ դեկտեմբերի 19-ին հանդիպել եմ թե չէ, բայց մենք բարբերաբար բոլոր մարզպետների հետ հանդիպում ենք, բոլոր մարզպետները հաճախ են գալիս նախարարություն, առնվազն ամեն 5 շաբթի եւ շաբաթվա մեջ նաեւ տարբեր օրեր են գալիս, ըստ ուրեմն աշխատանքի այդ հարցի պատասխանը պարոն Արուշանյանը կտա,
բայց ես պիտի նորից կրկնեմ նույնը, մենք պարոն Արուշանյանին կամ Շիրակու մարզպետի փոփոխության հարց մեր օրակարգում չունենք եւ հետեւաբար պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարել։